Այս անգամ մենք կխոսենք մի հետաքրքիր պրակտիկայի մասին։ Թանգարաններում ընդունված է նմուշները տեղափոխել եւ մեկը մյուս թանգարան փոխանցել։ Մեր թանգարանը իհարկե բացատրություն չէ։ Իվան Գաբրիելյանը Ֆրանսիայի Հանրապետությունից մեզ բերել է դինոզավրի ձուի մնացորդներ, որը մեզ պատճառ է տալի խոսալ դինոզավրերի մասին։ Դինոզավրերը սողուններ են, ավելի շուտ մեր թռչունների ժամանակակից թռչունների ազգակիցներն են, որոնք որ բազմացել են ձու դնելու միջոցով։ Ամեն տեսակ դինոզավրը ուներ իր ձուի տեսքը։ Գիշատիչների մոտ դա երկարավուն, բուսակերների մոտ հիմնականում լիարժեք օվալ, կլոր, եւ դինոզավրերը ձու դնելուց բացի իհարկե ունեն բույների կառուցվածք։ Բուսակեր դինոզավրերը աշխատում էին թվերով։ Ինչքան շատ ձու, այդքան շատ լավ։ Եվ կարող էին մի անգամից մոտ 200 ձու տեղադրել, թողել բույնում, ինչպես ժամանակակից կրյաները։ Եվ այդ 200 ձուից դուրս կային մոտ 3 քառյակ տասնյակ բուսակեր դինոզավրեր, որոնցից կմնար սաղ երկրորդ տարում իր կյանքի մոտ 1-2-ը։ Գիշատիչ դինոզավրերի ստրատեգիան լիարժեք ուրիշ է եղել։ Գիշատիչ դինոզավրերը կարող էին բույն հյուսել, կապվել, հաստատել իրենց տեսակի ներկայացուցիչների հետ եւ նույնիսկ կան տվյալներ, որ շատ դինոզավրեր հետևել են իրենց ձագերին։ Դա իրենց պահվածքով մոտեցնում է ժամանակակից թռչուններին եւ ալիգատորներին։ Դինոզավրերը շատ են զարգացած եղել իրենց ժամանակի համար եւ 165 միլիոն տարվա ընթացքում տիրել են այս մոլորակը եւ իրենց բազմացան ստրատեգիան եղել է իրականում շատ հաջող, այնքան հաջող, որ մինչ այժմ թռչունները օգտագործում են դա։